Մենք միասին մի անգամ խոսել ենք Արմավիրի կարանտինային բաժանմունքի վիճակի մասին եւ կարանտինային խցերի վերանորոգման անհրաժեշտության մասին։ Ես հուսով եմ շուտով նորից կայցելեք այնտեղ կամ կարող ենք միասին էլ այցելել եւ տեսնել, որ այլևս այդ խնդիրը լուծված է, այսինքն մենք կարանտինային խցերը Արմավիրի վերանորոգել ենք, Արմավիրում չկար 24-ժամյա ջրամատակարարում, դա այլևս կա, մյուս բոլոր քրեակատարական հիմնարկներում վերանորոգման աշխատանքները քրեակատարական ծառայության միջոցների հաշվին իրականացվել են եւ շարունակաբար իրականացվելու են։ Վերջերս ես այցելել եմ Արթիկ քրեակատարական հիմնարկ, եթե հնարավորություն ունենայի մինչև եւ հետո նկարները ցույց տալու, իհարկե կատարված աշխատանքները ցցուն կերպով կերևային, որպեսզի դուք էլ կարողանաք պատկերացում կազմել, բայց քանի որ չունեմ, ուզում եմ վստահեցնել, որ մի շարք հիմնարկներում աշխատանքները արվել են, մյուսներում շարունակվում են, Արթիկում օրինակ ջրահեռացման համակարգ ուսումնասիրել ենք, տեսել ենք, որ մինչև հիմա չկա, դրա վրա ենք աշխատում, որպեսզի մեր կատարած վերանորոգման աշխատանքները ապարդյուն չլինեն, այսինքն մեկ տարվա կյանք չունենան եւ դրանից հետո նորից կշարունակենք աշխատանքները, բայց տարբերությունը սարեր ձորերի է, սա կարող եմ վստահեցնել եւ նաեւ հաշվետվությունը կարող եք գտնել քրեակատարական ծառայության պաշտոնական կայք էջում, այնտեղ եթե չեմ սխալվում, նաեւ նկարներով ցուցադրված կա կատարված աշխատանքը տարբեր հիմնարկներում, որն այլևս իրականություն է։ Աբովյան քրեակատարական հիմնարկը գրեթե ամբողջությամբ վերանորոգված է, այնտեղ միայն լանդշաֆտի խնդիր ունենք լուծելու, այսինքն այդ բակային հատվածում խնդիրներ ունենք լուծելու եւ երկարաժամկետ տեսակցությունների սենյակների մասով փոքր-ինչ փոփոխություններ ունենք անելու, մնացած հատվածներն ամբողջությամբ վերանորոգված են։ Ուզում եմ վստահեցնել, որ ինչ միջոց ունենանք խնայողության տեսքով, որոնք թեկուզ եւ նախատեսված չեն եղել որպես կապիտալ ծախս, մենք մեր մտքում ունենք կարիքների գնահատումը, ոչ միայն մտքում, այլ նաև թղթի վրա հանձնված եւ գնալու ենք դրանք իրականացնելու ուղղությամբ եւ քանի որ հարցը տրվեց 1-2 նորություն էլ ասեմ քրեակատարական հիմնարկներից, մենք ուսումնասիրել ենք եւ ողջել, որ ոչ բոլոր քրեակատարական հիմնարկներն է, որ ունեն էլեկտրական գեներատորներ եւ հիմա այլևս հայտարարվել է մրցույթ այդ էլեկտրական գեներատորների ձեռքբերման նպատակով, իսկ ինչու է սա կարեւոր, որովհետեւ մենք հաջորդ ծրագրով ցանկանում ենք քրեակատարական հիմնարկների արտաքին պարագծի հսկողությունը իրականացնել տեխնիկական միջոցներով, այսինքն տեսախցիկներով պետք է վերահսկվի քրեակատարական հիմնարկը եւ նաեւ դրա ֆինանսական գնահատականը եւ ծախսային բեռը այս տարվա բյուջեմ նախատեսված է, դա էլ որպես բոնուս ասեմ, որ մենք այդ ուղղությամբ ենք քայլեր ձեռնարկում։